Computer, ողջույն բարեկամներ, շնորհակալություն միանալու համար։ Այսօր ինքնաճանաչում ֆորմատով մենք կզրուցենք փաստաբան Հարություն Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ, որ արձագանքեցիք մեր կոչին եւ հանձնառակ եւս մեկ պարտականություն վերցնել ձեր վրա, եղածի վրա ավելացնել, որն էլ էս նախընտրական շրջանում Փաշինյան Նիկոլի կողմից նախընտրական խախտումների եւ հանցագործությունների փաթեթների կազման, դրանք արձանագրման, թարգմանման եւ համապատասխան կառույցներ ուղարկելու առումով։ Շնորհակալություն ձեզ, ձեր բոլոր թիմին, նրանց ովքեր համաձայնվել են աշխատել այս Այսպես ես պետք է շնորհակալություն նաև ձեզ հայտնեմ, որովհետև ըստ էության նախաձեռնող դուք եք, այնպես որ մենք ընդհանրապես փորձել ենք այդ ամբողջացնել այդ ամենը։ Շնորհակալություն։ Կփորձենք ինչ-որ բան պիտանի լինել։ Անպայման եւ բոլոր նրանց եմ շնորհակալ, ովքեր այս խմբի աշխատանքների համար արդեն որոշակի գումարներ են փոխանցել։ Ես սպասում եմ ձեզ, բոլոր փոխանցման տարբերակները կան, ներքևում հաղորդման դուք կարող եք տեսնել։ Մենակ խնդրում եմ փոխանցման հետ գրել նաեւ ինչի համար ասա, ալիքի աջակցության համար է, թե իրավաբանական աջակցության համար է։ Իսկ հիմա մենք անցնենք այն աշխատանքներին, որոնք արդեն կատարվել է այս մեկ շաբաթա մեջ։ Ինչ ես հայտարարել եմ, որ դուք արդեն սկսել եք ձեր սրբազան գործը։ Դե սկսենք։ Ինչ եք արել։ Կներեք, որ պահանջատիրական խոսքով եմ, տոնով եմ սկսում, որովհետև ուրիշ մարդ չունենք, ումից պահանջենք։ Դուք ձեզանից բան։ Ընդունեցի եւ քանի որ ըստ էության աշխատանքները արդեն սկսել են, փորձեմ այսպես տրամաբանական վերլուծական դաշտից։ Ուրեմն դիմում եմ բողոք ենք ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին, մասնավորապես խոսքը վերաբերում էր Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելուն, որ ազգային ժողովը չի հրապարակում, մենք գտել ենք, որ այստեղ կա խախտում, ընդ որում երկու խախտում, երկուսից որևէ մեկը խախտում է, մեկը որ ազգային ժողովի նախագահն է, որ ինքն իրավչությունն է թույլ տվել եւ այդ ամբողջ զեկույցը վեց է ուղարկել առաջին բաժին, կամ էլ երկրորդը, որ հանձնաժողովի նախագահն է թույլ տվել խախտում եւ ժամանակին չի ներկայացրել զեկույցը։ Ասեմ ձեզ, որ քննիչն ու դատախազը բնականաբար մերժել են, հիմա այս շաբաթվա ընթացքում արդեն իսկ բողոք ուղարկել ենք դատարան։ Դատարանից եւ ստացել ենք պատասխան, որ դատարանից այսպես հաղորդագրություն, որ ստացել է դատարանը։ Ուզում եմ մեր ունկնդիրներին, ակնդիրներին ասեմ, որ մենք այսպիսի տակտիկա ենք մշակել, մեր բոլոր դատական հայցերը, դիմումները, բողոքները ներկայացնում ենք նաև եվրոպական կամ այսպես այլ երկրների դեսպանատներ, մասնավորապես Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, որոշել ենք նաև Մեծ Բրիտանիա եւ այս դեսպանատներին ուզում ենք տեղյակ պահել, որ այսպիսի գործողություններ ենք անում։ Սա այսպես Այստեղ մեծ բան է, հիմա պարզաբանող հարց եմ ուզում տամ։ Դուք գտաք իրավաբան թարգմանիչ անգլերեն եւ ֆրանսերեն, որովհետեւ ես ես տվել էի, հա, տարբեր անուններ, որոնք պատրաստ են մեզ աջակցել այս գործով, որ իրավաբանը անգլերեն չի գիտի, մեկը թարգմանիչ է, բայց իրավաբան չի, մենք ունենք ինչ որ տարբերակ, որ ասենք, կամ ոնց ենք աշխատում, այդ հարցը Այստեղ Երևանում կան երկու մասնագետներ, բայց ես փորձել եմ իրենց այսպես կարողությունները իմ իմացածի չափով ստուգել, այսինքն իրավաբանական լեզվով թարգմանությունները, ճիշտը որ ասեմ, ես ոչ մասնագետի, ոչ լեզվաբանի մակարդակով զգում եի, որ ինչ որ թարգմանությունները ճիշտ չեն անում երկուսն էլ, բայց առայժմ քանի որ process-ն է ինքնին ընթանում, մենք առայժմ շատ պահանջներ չունենք։ Աշխատանքի process-ում կերևա։ Երկու հոգու հետ աշխատում ենք։ շատ լավ, ես էլ առիթից օգտվելով ուզում եմ խնդրեմ մեզ դիտողների մեջ, եթե կա իրավաբան թարգմանիչ, այսինքն համ իրավաբան լինի, համ լեզու իմանա կարողանա լավ թարգմանել։ Եթե կա ցանկանում է գործին օգնել, խնդրեմ գրեք մեզ
Ես շնորհակալ եմ բոլոր նրանք, ովքեր իսրտե աջակցում են մեզ։ Բայց քանի որ սա խոսակցականից մի քիչ տարբերվում է, մասնագիտական թարգմանությունները, մենք ուզում ենք մաքսիմալ ներկայանալի լինել եւ այդտեղ անխոցելի լինել այս թարգմանությունների մեջ։ Հիմա խնդրեմ շարունակեք։ Շնորհակալություն։ Իհարկե մենք ում հետ որ մենք աշխատում ենք երկուսն էլ անգլերենի մասնագետ են, ինձ համար շատ ավելի լավ կլիներ, որ նաև իսպաներենի ու ֆրանսերենի մասնագետներ, եթե որ կլինեն, շատ ավելի լավ կլիներ։ Եվ ընդհանրապես, գիտեք, այն մեր բոլոր գործողությունները տարիների ընթացքում, որ մենք փորձել ենք ինչ-որ մի ձևով այդ ամբողջը հանել, հիմա ոնց որ թե առարկայական է դառնում, այսինքն այդ ինստիտուտի ձևավորման խնդիրն է դրվում, հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում իրականում այդ ամբողջ թիմը կհավաքվի եւ ավելի օպտիմալ աշխատանքներ կլինի։ Ես համենայն դեպս շնորհակալ եմ բոլորին, ովքեր որ ընդառաջին եւ աջակցում են։ Ну, գլխավորապես հասկանալա ձեր գլխավորությամբ։ Շնորհակալություն։ Ասեք, կհասցնեք էլ շնորհակալություն ասել։ Ես առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ ցանկացած լեզվի տիրապետող իրավաբան այս հարցում մեզ կարող է օգտակար լինի շատ։ Ու ես մի քիչ որ առաջ ընկնեմ, պարոն Բաղդասարյան արդեն ասեց, սա ինստիտուտի ներդրում է։ Սա հատուկ ինստիտուտի մենք ասում ենք ֆունդամենտ ենք դնում, անկախ ամեն ինչից, անկախ այս ընտրությունների ելքից։ Մենք պետք է ունենանք մեր իրավունքները պաշտպանող ինստիտուտ։ Այսինքն այդ ինստիտուտները իբր կան, բայց դրանք պետական, ասենց ասեմ, կոնտրոլի եւ հովանավորության եւ թելաջանքի տակ են, որոնք աշխատում են հակառակ մեր շահերի, հակառակ մեր ազատությունների։ Մենք պետքա ստիպենք, մենք պետքա ստեղծենք մեր ինստիտուտը, որը երբ որ ունենանք արդեն այն պետությունը, որ մենք երազում ենք, սա կլինի արդեն այն հիմքը, որի վրա կստեղծվի ինչ որ մենք պլանավորում ենք, պարոն Բաղդասարյան, եթե դա։ Ճիշտ եմ հասկանում։ Իհարկե, որովհետև այսպես ասած նաև երազանքի տարիների կամ տասնամյակների երազանքի իրականությունը տեղի ունենում, ես միշտ նախանձագին եմ նայել այդ ինստիտուտներին, քանիցս ձեր հաղորդումների մեջ անդրադարձել եք օրինակ Լեմկինի ինստիտուտին։ Եվ միշտ մտածել եմ, ինչի Հայաստանում չպետք է լինի այդպիսի ինստիտուտ, որին որ դիմեն որոշակի առումով վերլուծական կամ չգիտեմ մասնագիտական կարծիք հայտնելու համար եւ ենթադրում եմ, որ արդեն այդ հիմքերը դրված են եւ այդ ճանապարհով մենք գնում ենք, վաղ թե ուշ մենք կունենանք նաեւ այդպիսի ինստիտուտ։ Այնպես որ հույս ունենանք, որ մեր աշխատանքները կլինեն բեղմնավոր, սկսել ենք իհարկե այն այսպես մեր թերությունները վերհանելու ճանապարհով, հույս ունեմ, որ վաղ նաեւ առավելությունները կներկայացնենք։ Ես էլ ասեմ, որ այսօր ով լծում է այս աշխատանքին, թույլ նկատի ունենա, որ սա մի կարևոր ինստիտուտի ներդրում է, որտեղ իրենք ունենալու են պատմական իրենց դերը մասնակցության առումով։ Հիմա այս զեկուցի հետ կապված դուք դիմել եք, ասել են ստացել եք։ Ճիշտ է։ Դիմել ենք, ուրեմն ազգային ժողով դիմել ենք, նայեք մի քանի հարթությունների վրա կան այստեղ ազգային ժողով դիմել ենք մեկ թևով գնացել են վարչական դատարան, որպիսի մեր ընկերները, որպիսի պահանջեն հրապարակում։ Մեկ թևով գնացել են քրեական դատարան, որպիսի վերհանենք կատարված հանցագործությունները, ըստ մեզ տեղի ա ունեցել հանցագործություն։ Եվ երրորդ թևը այն անմիջական ազգային ժողովի падգամավորների ֆրակցիաների ղեկավարներին դիմելն էր, բայց պատասխանը ասեմ նաև որպեսի մեր ունկնդիրներն ակնդիրներն իմանան։ Ուրեմն մեզ պատասխանել են հետևյալը, որ դուք պետք է նամակ ուղարկեիք ազգային ժողովի նախագահի անունով։ Սկզբունքային ա եղել մեր հարցը, մենք ազգային ժողովի նախագահին դիմելու խնդիր չունենք, մեր խնդրագիրը եղել է ֆրակցիաների ղեկավարներին եւ հանձնաժողովի նախագահին, որպիսի պահանջեն ազգային ժողովի նախագահից այդ ամբողջ գործողությունները վերանայելու եւ այս պարագաներում եթե մենք խնդրագիրը գրեինք ազգային ժողովի նախագահին, կստացվեր որ միանգամից կասեն դե մենք ձեզ պատասխանել ենք, ընդ որում շատ հետաքրքիր է երբ որ հանձնաժողովի նախագահն է խոսում, երեք մյուս օր որ խոսում էր այդ մասին, խոսում է զեկույցի մասին, մեզ ուղարկած պատասխանով ասում է սահմանադրական օրենք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, էդի չի համարվում զեկույց, բայց թե ինչ է համարվում չեն ասում։
Եվ այստեղ է խնդիր առաջանում, այդ դեպքում միանգամից հարց առաջանում, բայց այդ դեպքում 3 տարի այդ հանձնաժողովն ինչ էր անում, այդ ինչ միջոցներով, այդ ինչ միջոցներ էր վատնում, ինչ, եթե զեկույց չի, ապա ինչ է իր գործողությունը։ Սա է, որ ասում եմ, 3 հարթության վրա մենք հիմա պայքարում ենք այդ ամենի դեմ, իդեպ ասեմ, որ նաև առարկայական, անձնական ա լինում, հենց սկսում է ազգային ժողովի հետ քարորյան նիստերը, մենք լինում ենք ազգային ժողովի այդ դարպասների մոտ եւ դեպուտատների, падգամավորների հետ, որպեսզի անմիջական շփումով մեր հարցերը բարձրացնենք։ Ես ուղղակի չեմ պատկերացնում իրավական հետևանքը սրա ինչ պետք է լինի, ճիշտ ասած, կբացատրեք մեզ։ Ահա, փորձենք ասել, լավ։ Համենայն դեպս այն ինչ որ իրավական վարչական դատարան եւ քրեական դատարան, այսպես ասած, հայցերը կամ դիմումները, բողոքները ներկայացվում են կամ ներկայացվելու են հետագայում են։ Ստեղ խնդիրը ենթադրենք վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան եւ այլն։ Ստեղ խնդիրը մի քիչ այլ հարթության մեջ է։ Հա, համենայն դեպս այս դիմողները, նկատի ունեմ մենք, խնդիր ենք դրել, որ վաղը մյուս օր 2 ամիս հետո ընտրություններ են լինելու, իսկ դուք չեք ուզում բացահայտել, թե ովքեր են այս պատերազմի մեղավորները եւ շատ հնարավոր է ժողովուրդը գնա նորից, այսպես կոչված մեղավորներին նորից ձայն տան, նորից բերեն ազգային ժողով ու նորից այդ մարդիկ ունենան իմունիտետ ու պատասխանատվության չենթարկվեն։ Խնդիրը հարթության մեջ է դրված, այսինքն պետք է հասարակությունը, այդ ընտրողներն իմանան ովքեր խնդիր չկա, թող գնան հանցագործի նորից ձայն տան, բայց գոնե հրապարակվեն այդ մեղավորների անունները, հետո հասարակությունը կորոշի այդ մեղավորներին ձայն տա, թե չտան։ Փակ է։ Եվ այդ փակի պայմաններում չի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այսինքն լավ, քաղաքացիները ինչ որ մենակ ինչ որ մի թույլ տոկոս գիտեն, թե այդ հանձնաժողովի աշխատանքները ինչով են վերջացել, բայց մնացածները չգիտեն, մինչդեռ այդ պատերազմը, տարածքները, զոհերը եւ այլն համարյա բոլորիս տունն էլ մտել է։ Սա է խնդիրը, որ պահանջը ինձ թվում է շատ, այսպես ասած, մարդկային է։ Վերջին հաշվով մենք տարածք ենք կորցրել, մենք անձնական դժբախտություններ ունենք, կան մարդիկ, որոնք իրենց հարազատների մասին տեղեկություն չունեն եւ այդ ամբողջը այսպես կուտակվում է եւ մարդկանց պետք է ինչ-որ մի պատասխան տրվի։ Ենթադրենք, եթե դրված է, որ ուղարկել են գաղտնի բաժին, դա չի խոսում այդ մասին, թե հասարակությունը տեղեկացված է, թե տեղեկացված չի։ Եվ մեր խնդիրն է դա, որպեսզի ցանկացած դեպքում ազգային ժողովը հրապարակի այդ զեկույցը։ Ինչ է անելու, չհրապարակեց։ Տեսեք, կան նաև այլ տարբերակներ եւ ընդհանրապես մեր այդ աշխատանքային խումբը նաև այդ մասին էր մտածում, կա նաև քաղաքացիական անհնազանդության տարբերակ, այսինքն եթե դատական ացիաները որևէ բան չեն տալիս մեզ, քաղաքացիական անհնազանդության եւ չի բացառվում, որ եթե իրականում այս դաշտը ավելի հզորացավ, մասնավորապես այս դաշտում հիմնականում անհայտ կորածների կամ զոհվածների ծնողները հարազատներն են։ Եթե դաշտը հզորացավ, հնարավոր է քաղաքացիական անհնազանդություն, փողոցները փակել եւ այլն։ Այնպես որ պարտադրելու որոշակի եղանակներ կան։ Տեսեք, երկու օր առաջ, այս էլ անցնենք ու ասենք մնացած գործերին, երկու օր առաջ Հայկ Սարգսյանը ԿՊ-ից բացահայտեց, որ ասում դեռ 19 թվականին պարզ է եղել, որ նախ բանակն է իջացված եղել 44,000-ից 25,000, մեկ, երկրորդ էլ պարզ է եղել, որ Ադրբեջանը տեղեկացված է եղել Հայաստանի զինվորների, զինվորականների, սպայական անձնակազմի բոլոր շահերից, շարժերից, մատակարարման ուղիղներից, ամեն ինչից տեղեկ է եղել, եւ այդ ամեն ինչը ասեց կա զեկույցում։ Ну, ենթադրում ենք, որ կա զեկույցում, Ինքն ասեց, որ կա։ Այսինքն ես կարծում եմ, որ այդ զեկույցը բացահայտելուց կարող է պարզվի, որ այն ինչ որ իրականացվել է 44 օրյա պատերազմի, դրա մասին արդեն տեղյակ են եղել, այս բացթողումների մասին, եւ զեկուցվել է, խոսվել է, միջև պատերազմը, արդեն 19 թվականից։ Իրանք իշխանության գալուց հենց ընդամենը 1 տարի հետո։ Այսինքն տեղեկացված եմ եղել, որ այդպիսի հետևանք ունենալու այդ ամենը։ Այո։ Այո, այս կարա նաև այս չհրապարակելը ծածկի այն, որ կանխամտածված այդ վիճակով երկիրը պատերազմի ընտարեսա։ Ընդ որում այդ վիճակին լինելով պաշտպանության նախարարը հարձակման օրը Հայաստանում չէր ու գալիս է օրեր։ Հայաստանում չի եղել։
ուրեմն նախկին մեր հաղորդումների մեջ կոնկրետ մենք ներկայացրել ենք Կազուս Բեյլի ինստիտուտը, հասկացությունը, որ Հայաստանի իշխանությունը ըստ էության Կազուս Բեյլին է օգտագործել, ավելի ճիշտ Ադրբեջանը օգտագործել է Հայաստանի իշխանության հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ այդ մահանան բռնելով հետո հարձակվել է Արցախի վրա։ Այսինքն Հայաստանի իշխանությունը թույլ է տվել գործողություն, որի արդյունքում հետագայում կորցրել ենք այդ տարածքները։ Այո, դա մեր, այսպես ասած, հիմնավոր կասկածն է, որ եղել է պայմանավորվածություն։ Ընդհանուր ձևով վերլուծությունը սա է ցույց տալի։ Եվ քանի որ չի հրապարակվում զեկույցը, եւ զեկույցի մասին այդպես կծկտուր տեղեկություններ են տալիս, այդ թվում նաեւ ընդդիմադիրները կամ այսօրվա իշխանավորները, որոնք փորձում են ընդդիմադիր դառնալ, այս հնարավորությունն է տալիս, որ այո, որ մտածելով, որ պատերազմը իրականում պայմանավորված էր եւ այդտեղ Հայաստանի իշխանությունը, այսպես ասած, իր գործողություններն է կատարել իդեմ Հայաստանի պետության։ Այս ամենի համար ցանկացած դեպքում դրա համար անհրաժեշտ է այն ուրիշ բան, որ ընդամենը հայտարարություն անում падգամավոր, ուրիշ բան, որ այդ ամբողջը որ կհրապարակվի։ Մեզ ասում են, որ այնտեղ գաղտնի բաներ կան, չպետք է հրապարակել։ Հիմա մենք էլ ուրիշ բան ենք, օրինակ ասում ենք քարտեզներից ավելի գաղտնի բան կար, քարտեզները վերցրել տվել եք թուրքերին, ասում եք այնտեղ հրապարակվելու։ Լավ, զենքի զինամթերքի մասին մի ասեք, բայց մնացածների մասին հո կարող եք ասել։ Այսինքն դուք փակում եք ձեր գործողություններով, փակում եք մեր իմանալու ճանապարհը, իսկ մեզ դա մեր սահմանադրական իրավունքն է ձեզնից տեղեկություն ստանալը։ Ենթադրում եմ, որ այս ընտրությունների նախօրյակին մենակ այդ բանի ազգային ժողովի падգամավորները չեն, ենթադրում եմ, որ այդ նույն թիմից լինելու են մարդիկ, ովքեր իսկապես համաձայնելու են այդ բանը հրապարակելու, որովհետև ինչքան մենք ենք հասկանում, իրենց մեջ էլ կա խլրտումներ, իրենց մեջ էլ կա համաձայնություն, որ իսկապես պետք է այդ ամենը հրապարակվի։ Լավ, անցնենք մյուս խախտումներին, արդեն ընտրական նաև սցենարից։ Մենք քանի խախտում ունենք արձանագրած, ինչքան ես հիշում եմ, դա պատերազմի սպառնալիքն էր, հա, պատերազմով սպառնալ ու նաև կարող եք դուք ասել Ես շնորհակալություն։ Ուրեմն, երբ որ պատերազմով սպառնալիք էր, հիմա նայեք, եթե հիշում եք իրանցի դեպքերի մասին էլ այդ նույն հայտարարությունը կար, որ եթե չտակ, հաջորդ շաբաթ օրը Ադրբեջանը հարձակվելու է։ Հիմա նայեք, մեր իրավաբանների մոտ նման խնդրահարույց տարբերակ կա։ Մենք փորձում ենք հիմնավորել, որ սա քրեականորեն մասնավորապես 211-րդ հոդվածով նախատեսված, այսինքն քարոզչություն, որտեղ որ պարտադրվում է ինչ որ գործողություն անելու մասին, առայժմ այս կտրվածքով ուզում եմ, որ բոլորն էլ իմանան, մենք հայց կամ հայտ չենք ներկայացրել, որովհետև դա քննարկման փուլ է, իրականում այդտեղ հանցակազմ կա, թե չկա, որովհետև որպես կանոն քննիչները մեզ պատասխանում են, թե ձեր ասացի մեջ հանցակազմ չկա, դրա համար վարույթ չի նախաձեռնում, դրա համար մենք դեռևս այդ քննարկման փուլում ենք, բայց ստեղ խնդիրը մի քիչ այլ հարթության մեջ է։ Արդյոք այս ամենը ասողը չի խաթարում սահմանադրության հենց առաջին հոդվածը, որտեղ սա Հայաստանի Հանրապետությունը իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն։ Արդյոք այս հայտարարություն անողը ինքը չի խախտում հենց սահմանադրություն։ Այսինքն մենք ուզում ենք բերենք, որ ոչ թե ընտրական օրենսդրության խախտումն է այստեղ, այլ Հայաստանի պետական կարգի դեմ ուղղված գործողություն, որովհետև Հայաստանի պետական պաշտոնյան կարող է անել այնպիսի գործողություն կամ անել այնպիսի հայտարարություն, որը սահմանադրությամբ եւ օրենքներով ինքը լիազորված է։ Հիմա հարց. այդ որ օրենքն է իրեն լիազորել, վախեցնելու Հայաստանի ժողովրդին, թե եթե մեր օգտին չքվեարկեք, պատերազմ կլինի։ Ես ուզում եմ ասել, որ առայժմ այս ամբողջը մեր քննարկման փուլում է, մենք դեռևս այսպես կոնկրետ պատասխանը չունենք, եթե կգտնեք, որ եթե կարող եք այդ հարցով մեզ օգնել, շատ ավելի ուրախ կլինենք, որովհետև մեր մոտ կարծիքները, այսպես ասած, բաժան են, հստակ չեն։ Տեսեք, թույլ տվեք ինձ մի եզրակացություն անել, էլի կներեք դիլետանտիս, հա։ Մենք միջազգային պրակտիկայից գիտենք, հա, երբ որ ցանկացած նույնիսկ պայմանագիր, միջպետական նույնիսկ պայմանագիր կամ համաձայնագիր, որը կնքվում է պատերազմի սպառնալիքի այլ պարտադրանքների տակ, իրավաբանորեն միջազգային օրերի
օրենքով արդեն ինքը անվավել է եւ չի կարող համարվել վավել պայմանագիր։ Եթե միջազգային ստանդարտների մեջ դա այդպես է, ոնց կարող ասենք միջպետական տարածքում դա վիճելի հարց լինի։ Եթե դու ասում ես, դու պիտի ընտրես, եթե չընտրես, ես քեզ սպանելու եմ։ Ես քեզ ստանելու եմ, սպանելու, ես քեզ պատերազմի եմ, ես մի խոսքով սպառնալիք է, ինչ որ ասում է, հա։ Մենք ինչի պետք է անպայման ունենանք այդ տողը գրած հայկական սահմանադրության կամ օրենսգրքի մեջ, որ դրան հղում անենք։ Դա ընդհանուր իրավունքի դեմ ուղղված արդեն բան է։ Հետաքրքիր է, շատ տրամաբանական է, ես ձեր հետ որ մեկ-մեկ այդպես աշխատում եմ, դուք ինձ ուղղությունը որ տալիս եք, որովհետև ոչ իրավաբանը շատ ավելի պարզ է մտածում, քան թե իրավաբանը, որը կաղապարված է մտածողության մեջ։ Դուք ճիշտ եք ասում, բայց այս ամբողջը ես պետք է կարողանամ հետո հիմնավորել, թե որ օրենքի, որ հոդվածով այս ամբողջը խախտում։ Տեսեք, հայտարարություն դեռևս պայմանագիր չի։ Ավելին ասեմ, օրինակ, մենք ձեր հետ մի անգամ խոսել ենք Տրամպի հետ ստորագրած փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքով դեռևս պայմանագիր չի։ Էլ որ մնաց, որ ինչ որ մեկի հայտարարությունը դիտվի պայմանագիր։ Այս առումով մի քիչ մեր, այսպես ասած, մենք բարոյականությունն ու իրավունքը մի տեսակ մի քիչ խառնում ենք։ Այո, բարոյական չի նման հայտարարություն անելը, այսպես ասած, ուրիշով վախեցնել քո ներպետական հարցերի, քո օգտին ներպետական հարցերը լուծելու համար։ Բայց առայժմ համենայն դեպս կոնկրետ իմ տեսակետ, որովհետև կան մարդիկ, որոնց այդ տեսակետը պաշտպանում են, թույլ տվեք այս տեսակետ, այս կտրվածքով հակադրվել ձեզ, ես առայժմ այն մտքին չեմ, որ սա այստեղ հանցակազմ կա, բայց ներքուստ գտնում եմ, որ անպայման կարելի է այդ ամբողջը հիմնավորել, առայժմ այս կտրվածքով։ Շատ լավ, ես ընդունում եմ ձեր նիվանդությունը, բայց ամեն դեպքում ես կոչ եմ անում սա ներկայացնել թարգմանաբար առանց հղում անելու որևէ օրենքին, որ սա օգտագործվում է որպես ճնշման գործիք։ Այո։ Առանց հղում անելու, որ դա հակասում է սա, սա օգտագործվում է որպես ճնշման գործիք։ Եվ ցանկացած եվրոչինովնիկի կամ այսինքն քիչ ցիվիլ երկրում սովորած ավարտած կամ չգիտեմ աշխատող մարդու համար բարձա որ անկախ նրանից դա օրենքով ձևակերպված է թե չէ սա արդեն մարդու իրավունքների դեմ է բնական իրավունքների դեմ է եւ բոլորին կարևոր չի 212 հոդվածով սա հակասում սահմանադրությանը թե 322-ի չգիտեմ 4-րդ մասով դա արդեն էական չի էլի սա իմ կողմից առաջարկա եթե դեմ չեք Հաշվի կառամ։ Շնորհակալ եմ։ Այո։ Ես մյուս ասում եմ բանը ձեր բանի ազատ մտածողությունը հնարավորություն է տալիս այդ օրենքի վերլուծությունը, մեկնաբանությունը տարա, այսպես տարալուծել եւ դա ավելի մեծ հնարավորություն է տալիս կապես այդ ամբողջի մեջ գտնել, որովհետեւ դուք պարտավոր չեք այդ ամբողջը հիմնավորել, բայց համենայն դեպս ձեր գաղափարները հետագայում որ մենք կարողանանք հաշվի առնել, դա օգնում է ճիշտ հիմնավորելու համար։ շնորհակալ եմ Ասեմ եթե ձեզ մի բան, բայց այդտեղ կա նաև մեր պատկերացրած օրենքի խախտումը, որովհետև իրենք դուրս են եկել այն դաշտից, որ դե մենք Արցախի հարցը արդեն լուծել ենք, Արցախի վերաբերյալ որևէ դրույթ չասեք։ Հիմա այստեղ արդեն մեր պատկերացմամբ, արդեն եթե որ կարողանում ենք այդ դաշտը որ տեղափոխել, ստացվում է այնպես, որ կառավարության որոշում կա Արցախին օգնելու կամ Արցախի միջազգային իրավական արձաններում Արցախի հարցը լուծելու, կա ազգային ժողովի որոշումը կառավարության ծրագիրը հաստատելու մասին։ Հələ թողնում եմ այն, որ սահմանադրության մեջ այդ հիմնակարը կա հռչակագրի տեսքով։ Այս ամենի պայմաններում, երբ որ հայտարարում են, թե Արցախի վերաբերյալ մենք էլ միջազգային ատյաններում հարց չենք բարձրացնում, ինքնին այսօրվա գործող սահմանադրության խախտում է։ Այստեղ մենք տեսնում ենք ահա, այստեղ արդեն հանցակազմը կոնկրետ ես տեսնում եմ, այս դաշտում ես մեկ անգամ արդեն գնացել հասել եմ եվրոպական դատարան որևէ արդյունքի չեմ հասել, բայց ենթադրում եմ, որ մեկ անգամ եւս կարելի է այդ նույն ճանապարհով գնալ կամ մի քիչ այլ ճանապարհով գնալ ու ստեղ նաև այս հարցերը ավելի օպտիմալ, նո, ավելի հիմնավոր ձևով ներկայացնելը։ Այստեղ ես գտնում եմ, որ այո, կրիմինալը կա եւ
իշխանության ներկայացուցիչները խախտել են արդեն գործող կարգը, դրում խախտել են հենց իրենց կառավարության որոշումը։ Բացի կառավարության որոշում ամեն դեպքում ստեղ կա անցագործության փաստ, էթնիկ զտում։ Անկախ Ցեղասպանություն, ըստ էության ցեղասպանություն կա։ անկախնես դու բողոք որպես իրավահաջորդ կամ որպես դժոխք բողոքես թե չես բողոքի, դրանից հանցագործությունը չի կորցնում իր լինելու փաստը։ Հանցագործությունը կատարվել է։ Ձեզ պրիմիտիվ մի բան ասեմ, եթե ձեր գրպանից ենթադրենք 10 դոլար գողանում են, հետո որ բռնվելուց հետո վերադարձնում են 10 դոլարը, դա չի նշանակում որ հանցագործություն տեղի չի ունեցել։ Հա, դուք ձեր գումարը ետ եկա, բայց արարքը տեղի է ունեցել, այսինքն այդ արարքի համար պետք է պատասխան տրվի, անկախ նրանից թե հետագա այդ արարքի արդյունքում դու տուժել ես թե չես տուժել, բայց քո դեմ գործողություն ա կատարվել։ Այդ դեպքում պետության դեմ ա գործողություն կատարվել, մարդկանց դեմ ա գործողություն կատարվել։ Եթե նույնիսկ այսօր որոշակի, այսպես ասենք, հարազատներ, ծնողներ, որոնք նույնիսկ այդ զավակ կորցրած ծնողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն դժգոհում, չեն բողոքում, դա չի նշանակում, որ իրենց երեխաների կորուստը որևէ կերպ չի մտնում այդ քրեաիրավական հարթության մեջ։ Անկախ նրանից իրենք բողոքում են թե չէ, որ սովորական քաղաքացիները այդ հարցը բարձրացնելու իրավունք ունեն եւ դատախազությունը պարտավոր է դրա վերաբերյալ վարույթ հարուցել։ Բարի, որն է հաջորդը, որ մենք պատրաստում ենք ուղարկենք մեր Լավ։ Ուրեմն այս օրերին դուք եք ձեր հաղորդումների մեջ ներկայացրել, այս օրերին շատ էր խոսվում, նո հարցինք նախորդ շաբաթվա ընթացի մասին է խոսքը, եկեղեցում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես մեկ հոգու կալանավորել են, երկուսը գտնվում են ազատության մեջ, բայց գրավի տակ են։ Հիմա այս արարքի քրեաիրավական ձևակերպումների վրա ենք նաև աշխատում, ասեմ ձեզ, ինձ չքարկոծեք, մեր թիմի իրավաբաններից մեկը դիմել է Կճոյանին, որպեսզի մեկնաբանություն ստանա, խնդրում եմ մի քիչ ավելի այդ ամենին ավելի լուրջ վերաբերեք, այո, որովհետև վերջին հաշվով Արարատյան թեմի առաջնորդը Կճոյանն է, իսկ Արարատյան թեմում է տեղ ունեցել այդ եկեղեցին եւ խնդրել ենք այդ պարզաբանումը։ Ինչ քաղաքական, պետական գործունեություններ իրականացնում Հայաստանի պաշտոնատար անձը եկել, որովհետև հոդվածը ըստ էության 452 հոդվածը վերաբերում է, որ մարդու այսինքն խաթարել են այդ մարդու պետական քաղաքական գործունեություն։ Հիմա հարցը հետեւյալն է։ բաց հոդվածը։ Այո, Եվ ինչ էր անում, թե ինչ պետք է, ինչ էր անում։ քանի որ այսպես ասենք, քանի որ նախաքննության մարմինն ասում է գնացեք, մենք այդ հոդվածը դրել ենք, գնացեք դուք ինչ ուզում եք արեք, հիմա դրա համար այդ հոդվածի մեկնաբանության պատասխանը մենք փորձում ենք ստանալ հոգևոր կառույցներից։ Արդյոք նախ նաև խնդիր է իրականում, թե արդյոք եկեղեցում նման գործողություններ անելու կարգ կա, սահմանված չկա, եւ երկրորդ եկեղեցում բռնություն կօգտագործելու, օրինակ եկեղեցում զենքով մտնելու իրավունք կա, թե չկա։ Չէ՞ որ վերջին հաշվով այդ ինչ են ախրաննիկներին, ինչ են ասում, այդ թիկնապահները վերջին հաշվով բոլորն էլ զինված են, ճիշտ է։ Ահա։ Հետո, այդ եթե դու մտար, եթե փորձել ենք նաև հասկանալ, թե ինչ կարգա սահմանված, եթե դու ուշացած եկար եկեղեցի մտար, դու իրավունք ունես այդ մարդկանց միջով sense ճանապարհ բացելով գնալ դեպի խորանը, թե պետք է հետև ինչ որ միտեղ կանգնես, բոլոր մարդիկ հաղորդություն ստանան, հետո դու մոտենաս ստանաս այդ հաղորդությունը կամ չստանաս։ Մի խոսքով նման հոգևոր հարցեր ենք ներկայացրել Կճոյանին, ու հույս չունեմ թե պատասխան կունենանք, բայց այնուամենայնիվ ներկայացրել ենք։ Ես հույս ունեմ, որ ցանկացած դեպքում այդ ամբողջը վաղ այսօր այդ հրապարակման դեպքում արդեն կերևա թե իսկապես ինչպիսին է եկեղեցու դիրքորոշում այդ ամենի նկատմամբ։ Պատասխանը չեղավ, ասեմ ձեզ, հաղորդում ենք ուղարկելու նաև կաթողիկոսին, որպեսզի արդեն հոգևոր ճանապարհով փորձենք այդ հարցի պատասխանը ստանալ։ Առայժմ փորձում ենք ստանալ Կճոյանից։ Շատ լավ, ինձ կասեք, Կճոյանը դեռ ծառայող է համարվում իրան կարգալուց չեն արել։ Կարգալուց չեն արել, իհարկե ոչ։ Տարօրինակը, տարօրինակ։ Դե, ամենայն դեպս։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, հիմա ձեր հաղորդումներից մեկի ժամանակ ինձ
առաջադրել էիք, որ Արման Սարոյանի անունն ինչ էր, Մասյացոտ թեմի Ասացիոն, ահա, ահա, որովհետև այդտեղ եկեղեցում հավաքարարը ժուրնալիստին թույլ չէր տալի իր գործողությունները կատարելու այ, այ, եւ այսպեսի ձեր այդ հանձնարարությունը ես կատարել եմ Գերպարոն Հակոբյան, ուզում եմ ձեզ զեկուցել հետեւյալը եւ մեր ունկնդիրներին, ակնդիրներին։ Այո, վարույթ է հարուցվել Մասիսի քնչական բաժնում ժուրնալիստի, նո լրագրողի գործողությունները խոչընդոտելու խոչընդոտելու համար, Ոչնդը, այո, այնպես որ դուք կարող եք նաև այսպես ասել, որ ձեր առաջարկությունը, ձեր դիրքորոշումը ուղղված ինձ գնացել է դատախազությունը եւ բարույթ հարուցվել է։ Այնպես որ այստեղ ունենք առաջընթաց։ շնորհակալություն, շնորհակալություն ձեր աշխատանքի Ну, համար։ ձեզ էլ ենք շնորհակալ, որ շատ իդեպ ասեմ, բանի մեջ վարույթի հարուցման հիմք հենց ձեր հաղորդումն է, ոչ թե այն որտեղը որ վերցված է, ոչ թե այդ կտոր, այլ ձեր ընդհանուր հաղորդումը, որովհետև այնտեղ այսպես երկու կտոր կա բանի դրա վերաբերյալ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ կասեք մետրոյի դեպքի հետ կապած։ Վարշապետի պալատի։ Հա, ուրեմն հիմա Նայիրինը Բաղդասարյան դրանով զբաղվում, որտեղ իհարկե ես սպասում եմ, որ Մանուշը որ վերադառնա, որովհետև այդպես ասած իր թևով էր այդ ամբողջ աշխատանքը, ընդհանուր պատկերացումներն ունենք, քննարկումներ արել ենք, բայց դեռևս հարցը չենք ներկայացրել մի պարզ պատճառով, որովհետև Եսայանը հիմա Հայաստանում չի, հենց եկավ Հայաստան, այս ամբողջը կամբողջացնենք եւ ենթադրում ենք, որ որտեղ ինքը արդեն այդտեղ ուներ դիրքորոշում, իր ճանապարհով այդ ամբողջը կներկայացվի, որովհետեւ այդտեղ խնդիրը հետեւյալն է։ Եթե այսպես ասենք, իր ընտանիքի նկատմամբ, եթե նման գործողությունները համարվել է քրեորեն պատժելի երևույթ, ապա իր գործողությունները առավելևս պետք է համարվի։ Այս հարցում էլ այսպես նախապատրաստական աշխատանքը կա, բայց դեռևս հայցը ներկայացված չէ, որպեսզի չստացվի այնպես, որ հաջորդ շաբաթվա մեջ ամենայն հավանականությամբ այս աշխատանքներին էլ կանդրադառնանք։ Շնորհակալություն, մեզ դիտողներին հիշեցնեմ, որ Եսայան խոսք Մանուշ Եսայանի Մանուշ մասին է։ Եսայանի մասին։ Հա, մենք այսօրվա դրությամբ 5 իրավաբան ունենք, չէ՞, որ զբաղվում են զուգահեռ այս Այո։ հարցերով։ Ահա։ Շատ ես կկապնվեմ նաև 6-րդի հետ այսօր, որ ցանկություն էր այդնել ձեզ միանալու։ Ինձ մի բան ասեք, եթե մեզ դիտողները կարող են օգնել, թող իրանք են իմանան։ Ունեք արդյոք ցանկ կազմակերպությունների, ասենք email-ներով, հասցեներով, բոլոր կազմակերպությունները, որոնք այս հարցերով զբաղվում են եվրոպական կառույցները եւ պատրաստ են նույնիսկ հայտ են ներկայացել ընտրություններին գալ մասնակցել դիպլոմատական կարճավիճակով։ Կա տենց ցանկ, ունեք ձեզ պետք է օգնել այդ հարցով։ Մեզ շատ է պետք է այդ հարցով օգնել։ Ես խոսել եմ երկու կազմակերպության հետ, կոնկրետ պատասխանը չեն տվել։ Մեկը ասել է, որ կաջակցեն, բայց առայժմ հաշվի առնելով այն բանը, որ մեր ֆինանսական, չգիտեմ ինչ, չգիտեմ մի խոսքով։ Այս կտրվածքով երկուսի հետ խոսել եմ այսպես կիսաաջակցություն։ Բայց խնդիրը նաև մի քիչ այլ դաշտ է։ Հիմա Հայաստանում, որպեսզի բոլորն էլ իմանան, այսպես կոչված իրավապաշտպան կազմակերպությունները, չգիտես ինչի բոլորը լծված են պետական կառույցներին։ Երբ որ պետական կառույցի դեմ դիմում ես իրավապաշտպան կազմակերպությանը, մի տեսակ մարդիկ այսպես լավ կլինի կմտածենք այս է ճանապարհը։ Եթե դուք կարողանաք մեզ օգնել այս դաշտում, որ այսպես իրենք մասնակցությունը լինի առարկայական, շատ ավելի ուրախ կլինենք։ Օբյեկտիվորեն դեռևս այդ բանը չունենք։ Հետո խնդրում եմ մի բան էլ հաշվի առնեք, մենք մի շաբաթվա ընդամենը կառույց ենք եւ այդ շատ բան չենք կարող այդ ամբողջի բանան հարցով այդպես ամբողջացնել։ Ես ըմբռնումով եմ մոտենում այդ ձեր մեկ շաբաթվա Շնորհակալություն։ Ես հույս ունեմ, որ մեր ուկդիրներն են ընկներով։ Ես հաստատ եմ ասում, աշխատելու ենք, պարզապես տվեք մեզ այդ հնարավորությունը մի քիչ ժամանակ, որպեսզի ավելի տեսեք, հենց որ սկսում ենք արագ ցույցվանգի, այսինքն որ շատ արագ բոլորն էլ հասցնենք, ինչ որ բաներ բաց ենք թողնում։ Երբ որ փորձում ենք կազմակերպված անել, այսինքն
այս հարցին անդրադառնալ, սա լուծելուց հետո նոր մյուս հարցին, ինձ թվում է սա ավելի օպտիմալ է դառնում, ավելի աշխատանք ավելի առարկայական է դառնում։ Էնպես որ մի քիչ այդ հնարավորություն տեք, բոլոր հարցերի պատասխանը ենթադրում եմ կունենամ։ Մենք այդ հնարավորությունը կտանք, մանավանդ որ մենք դեռ օգնելու պարտավորվածություն ունենք, որ դուք ձեր աշխատանքները ավելի արդյունավետ կարողանաք աշխատել, անել, վարձել աշխատողներին, որոնք ձեզ պետք են օգնել, գնել նյութեր, որոնք ձեզ պետք են, մի խոսքով այն ամեն ինչը, ինչ որ ձեր պետք աշխատանքին պետք է։ Ես կարծում եմ, որ երբ որ դուք սկսեք թափ հավաքել, այդ կառույցները, որոնք պարտական են այս գործերն անելու, իրանք շատ լավ հասկանալու են, որ հիմա իրանց լրությունը վաղ իշխանափոխությունից հետո ավարտվելու է նրանով, որ իրենք որպես կառույց համարվելու են չգործող եւ ոչ օրինական դաշտում գործող կառույցներ, որոնք իրենց պարտականությունները ժամանակին չեն կատարել։ Նենսով պետք է իմանան բան, հիմա իրանք դուք չեք կատարում, ձեր գործը մենք ենք կատարում, մեզ դոնորների հաշվին, բայց դա չի նշանակում, որ սա մոռացվելու է, մենք դեռ հաշիվը ձեզ ներկայացնելու ենք։ Ոսում մենք ձեր գործն ենք անում, մեր ժամանակի, մեր դոնորների օգնությամբ, մինչդեռ դուք դա պետք է անեք, ընդ որում դուք դրա համար փող եք ստանում։ Անեսում մենք այդ հաշիվը այդ կազմակերպությունների ներկայացնել ենք ականջդ կանչի իոնիսյան դանչիկ, չգիտեմ դերելով կա։ Ես հերթով չընկնեմ ձեր հետևից, բայց իմացեք մենք ձեզ չենք մոռացել, հիշեցնում ենք ձեզ։ Այդ տարբերակ ունեք, կներեք ես ես վերջացնեմ։ Կամ հիմա գալիս եք լծում եք, օգնում եք այս գործին, կամ հետագայում այս հաշիվը դուք եք փակելու։ Ասենք։ Հա, իդեպ շատ կարևոր բան եք ասում, վաղ միսօր պետություն, այսօր դատավորներից մեկի հետ խոսում եմ, ասում եմ, որ վաղ միսօր որ պետություն ստեղծվեց, ասեց ոնց թե պետություն, բա մենք դատարան ենք, ուրեմն պետություն կա, նու ասում եմ տնազը պետության, տնազն ու պետությունը մի քիչ տարբեր բաներ են, կվազի պետությունն ու պետությունը, բայց համենայն դեպս եթե դրոշ կամ գերբ կա գլխիդ վերև, դա չի նշանակում, որ դու այսօրվա դրությամբ իշխանություն ես։ Մի քիչ նեղանում են, ես ասում եմ, պատկերացրեք, որ դատական իշխանությունը իր մակարդակի լիներ, ոչ մի գործադիր իշխանություն ռիսկ չեր անի իր կամքը թելադրելու։ Նա արխային է, որ դուք այս շտամպելու եք այդ ամբողջ բանը անում, մի քիչ հակառակն են, իրանք այսպես ասած հակադարձում են, դե գիտեք, օրենքով ես չեմ կարող շատ բանի մասին խոսել, դատարանում մի ասեք, իմ մոտ սկզբունքը, կարծեմ ձեր հետ էլ ենք խոսել, իմ մոտ սկզբունքը հետևյալն է, ամենից առաջ դու այս երկրի քաղաքացի չլինես, քեզ դատավոր չեն նշանակի, որովհետև հիմքը քաղաքացի լինեն, առավել ևս մարդ լինելն է, հայ լինելն է, եթե դու դադարում ես քաղաքացի լինելուց եւ մնում ես մենակ պաշտոնյա, ի վերջո վաղը քեզ պաշտոնից հանելու դու դառնալու ես ոչինչ։ Չի կարելի պաշտոնը գերադասել քաղաքացի լինելու սկզբունքին, դե այսօր էսա վիճակ, բայց գիտեք ինչ, ես զգում եմ, որ մարդկանց մեջ որոշակի փոփոխություն կար, մի ժամանակ որ ընդհանրապես չէին, այսպես լսում չէին, հիմա ոնց որ թե մի քիչ երևի կարող է հեղինակություն կա, որ լսում են, փորձում են հասկանալ, թե լավ, բա դուք վաղը մյուս օր ենթադրենք եկաք իշխանության, ինչ եք ասում, պետություն եք ստեղծելու։ Պետության ստեղծման այդ գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի, որ բանի յուրաքանչյուր պաշտոնյա պետք է կատարի, այսպես ասած, պատասխան տա իր արածների համար եւ յուրաքանչյուր այդպես օրենք խախտած մարդ ենթարկվի պատասխանատվության։ Սա կլինի պետություն։ Եվ դրա համար պետք է դատական իշխանությունը իր մակարդակի վրա լիներ, որ գործադիրն ու եթե օրենսդիրը նույնիսկ մենք ձեզ հետ էլի խոսել ենք, եթե օրենքը ընդունում է ի հակադրություն իրավունքի, նույնիսկ այդ պայմաններում վաղը միսօր կարողանաս այդ նույն օրենսդրին պատասխանատվության հարցել։ Ոնց եղավ, որ դու իրավունքը հաշվի չառար եւ քո օրենքը քո ուզած ճանապարհով տարար ի հակադրություն իրավունքի։ Այսինքն մենք պետք է հասնենք այդ մակարդակին, որ իրավունքը գերիշխող լինի ամբողջ պետության համար։ Այսա կլինի իսկական պետություն։ Երբևէ որ ձեզ նույն հարցը տան, ասեն ինչ եք անելու, ասա Վախան Հակոբյան լսեք, ինքը ամեն օր ասում է չենք անելու։ Իդեպ Վարդան Հակոբյանը հենց թող այսպես ասած համեստություն չանի իրականում շատ հարցեր կան, որ առավել եւս որ այդ հաղորդումներից եմ ես վերցում ուղարկում, մեկ-մեկ կան այդ բաները։ Ասում են էլի Վարդան Հակոբյանի գրածն ես ուղարկեմ, ելույթն ես ուղարկեմ ես։ Հիմա Հա, վերջացնեմ ասելիքս, հիմա վերջացնեմ ասելիքս։ Իհարկե ասեք, որ
սենց է սահմանված։ Երկիրը սկսում է արդարության վերականգնումից։ Արդարության վերականգնում նշանակում է պատժում են բոլոր նրանք, ովքեր այս պարտականությունները չեն կատարել, որը բերել է այս քաղաքական եւ քրեական հետևանքների։ Ու նայի Այո, աշկերի ու նայի իրենց աշկերի մեջ, ասա հասկացաք, որտեղից ենք սկսելու պետություն սարքելը։ Ջոգիկը արդեն ձեր ճակատագիրը ինչա լինելու ձեր զգացիք անկեղծ սա սպառնալիք չի, սա պարտադիր պայման է։ Չկա արդարություն, չկա խաղաղություն, հաշտություն առանց արդարադատության։ Առանց արդարության վերականգնումը չի կարող լինել հաշտություն։ Մենք էդի ադրբեջանցիների համար ենք միշտ ասում, հա, այդ որ մենք բոլոր կարող ենք, տեղերում։ հա, բայց դա բոլոր տեղերում է աշխատում, հա։ Դու չես կարող մեկ այդ խաղը ապրել, եթե ձեր մեջ լարվածություն կա, պետք է լինի հաշտություն սկզբից, իսկ հաշտությունը լինում է միայն արդարությունը վերականգնելուց հետո։ Ցույց է Մի շանակել։ պրիմիտիվ իհարկե երևի մեզ քիչ է վերաբերում, բայց փորձենք հասկանալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ Գերմանիան ընդունեց պարտությունը եւ կարողացավ հասկանալ, որ իսկապես ինքը գործողություն է կատարել համաշխարհային համայն մարդկության դեմ, կապ չունի այնտեղ ազգերի կոնկրետ ինչ ազգերի։ Եվ այդ ամբողջի մեջ, երբ որ կարողացավ ինքը հասկանալ, որ բանը իրեն հնարավորություն տվեցին հետագայում վերականգնելու։ Գերմանիան չընդուներ բանի այս արդարության պահը, որ այո, իր նկատմամբ գործողությունները արդար է, որովհետև ինքը անարդար, անօրինական գործողություններ է կատարել եվրոպական ու համաշխարհային առումով այդ ժողովուրդների պետությունների դեմ։ Ընդունեց իր մեղքը, դրա համար այսօր համենայն դեպս կա այդ արդարության սկզբունքը, որ եւ Գերմանիային հնարավորություն տվեցին այսօր աշխարհի զարգացած երկրներից մեկն է։ Ինչու՞, ասում են, որովհետև սա արդարության վերականգնման մարդը մեղք ընդունեց, մարդը պետությունը մեղք ընդունեցին եւ այդ մեղք ընդունելուց հետո իրանք փորձեցին նախ ասի կոնտրիբուցիաների կամ չգիտեմ լավ վերաբերմունքի ճանապարհով նորից Գերմանիան դարձավ համաշխարհային այսօրվա քաղաքակրթության վերջին հաշվով քաղաքակրթության օրրան ա եղել Գերմանիան, հա ինչ անենք որ Ստալին չէ, ինչա Գիտեմ։ Հիտլերը բերել։ Թեպետ նույնն է, տարբերություն չկա։ Պատահական չէր, որ երևի բան արեց, սայթաքեց լեզուս։ Նկատի ունեմ էսա ճանապարհը։ Հիմա եթե մեզ են հարցնում, կարող են մեր ամբողջ հողերն տան Թուրքին կամ չգիտեմ ում ուզում են, բայց միևնույնն է դրանից այդ խաղաղություն կամ արդարություն կամ իրենց պատկերացրածը չի լինելու։ Մինչև այդ ամբողջը օբյեկտիվ առումով չվերականգնվի։ Ընդ որում, վերականգնվելու է ոչ թե մենակ ինչ որ իշխանության գծած բանով, հայտարարություններով կամ բաներով, չէ։ Սա մարդկայնորեն պետք է լինի, ընդ որում այն բոլոր այն պետություններն ու ժողովուրդները, որոնք այսպես ասած մեր գործողությունների մեզնից տարածքներ են գրավել, մեզնից չգիտեմ ինչեր են ստացել, իրանք էլ պետք է ընդունեն այդ արդարության սկզբունքը։ Քանի իրենք չեն ընդունել, ասում եմ Ստեփանակերտում բան Էնվեր Փաշայի փողոց կա։ Դրանից որևէ բան չի փոխվում, չի նշանակում, որ այդ տարածքը դարձավ ադրբեջանական։ Կարսը 100 տարի է թուրքերի ձեռն է։ Կարսում բնակչությունը չի ավելանում, որովհետև պարզ հասկանում են, որ վաղ թե ուշ Կարսը դառնալու է Հայաստանի մայրաքաղաքը։ Դա է օբյեկտիվ իրականությունը։ Հիմա ինչքան ուզում եք Էնվեր Փաշա բերեք կամ Թալյատ Փաշա բերեք, ինչքան ուզում եք անունները փոխեք, միևնույն է տեղից որևէ բան չի փոխում, քանի որ արդար չի։ Այդ ձեր ասածը սա է, շնորհակալություն։ Շնորհակալություն ինձ մեկնաբանելու համար։ Իսկ կան գործեր, որոնք ընթացքի մեջ են, որտեղ ես Ահա, օրվա ռեժիմով ասում եմ, ես արդեն մոռացել եմ։ նայեք, ուրեմն շատ կարևոր Կիրանցի հարցով ես ձեզ ասել եմ, պատրաստվում եմ, որ պետք է եվրոպական դատարան գնալ ու գնացինք եվրոպական դատարան, այո, ընթացքի մեջ են պատասխան չունենք։ Հիմա Կիրանցի հարցով նաև պատրաստում ենք սահմանադրական դատարան, բայց տեսական խնդիր է, որովհետև ցանկացած դեպքում մենք ուզում ենք սահմանադրական դատարանից դիրքորոշում ունենալ, արդյոք առանց տարածքների որտեղ սահմանադրական դատարան դիրքորոշում էր հայտնել այն ժամանակ, որ այս հանձնաժողովները Ադրբեջանի եւ Հայաստանի մի խոսքով սահմանադրության համապատասխան են գործում, բայց բուն սահմանագծումը արդյոք տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության օրենքների ու սահմանադրության համաձայն։ Սա այս բանով պատրաստում ենք բան
հայց սահմանադրական դատարան։ Ասեմ ձեզ, որ Կիրանցի հարցով, այսինքն այդ սահմանազատումը ըստ էության այսպես սահմանները գծելը եղել է ռեալ դաշտում Կիրանցում, մնացած տեղերը այսպես միշտ կամուկացի մեջ են։ Հիմա ենթադրենք Ջերմուկի տարածքում Թաթոյան ասաց, որ չէ, թուրքերը եկել են մեր տարածք, մտել են այնտեղ բաներ արել, իշխանությունը ինչ որ ձևով հակադարձեց։ Իսկ Իրանցում հստակ է, սահմանը գծած է։ Հիմա սահմանը գծումը արդյոք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին։ Այս հարցը պետք է բարձրացնենք սահմանադրական դատարանում։ Այս գործընթացի process-ի մեջ ենք, այս էլ երևի մոտ ապագայում այդ հիմնավորելուց հետո կներկայացնենք սահմանադրական դատարան։ Շատ լավ, իսկ ինչ է կարծում երեկվա այդ պաշտպանության հանձնաժողովի նախագահի այդ հայտարարությունը, որ ասեց իմ տղեն բարձրագույն տղա է, դա համար չի ծառայել եւ լավ կրթություն ունի, դա համար չի ծառայել։ Մենք այս առումով ինչ ունենք անելու։ Այսօր խոսել ենք այդ մասին, մի քիչ որոշակի առումով փորձել ենք, որովհետև չեմ ուզում որևէ ձևով հիմնավորած լինել, որովհետև կասկած է։ Սա ենթադրում եմ այս մեր հենց իրեն դիմելու ու իր նկատմամբ ազգային ժողովում որոշակի որովհետև ինքը որ մեզ պատասխանել է, որ մի խոսքով սա պետք է ազգային ժողովի նախագահին դիմել եւ այլ, իդեպ ասում Անդրանիկ Քոչարյանն է պատասխանը, մնացած բաներ ֆրակցիաները չեն պատասխանը։ Ենթադրում եմ այդ հարվածը Անդրանիկ Քոչարյանի վրա բոլոր տեղերից գալիս է եւ ենթադրում եմ հիմքը իսկապես հանձնաժողովի այդ զեկույցն է, որի շուրջ տեղի է ունենում այդ հարաբերությունները։ Չունեմ հստակ պատասխան այս առումով, բայց իհարկե դա է պատճառը, որ երբ որ նրան այլ հարցեր են տալի, ինքը դուրս է գալի այդ շրջանակներից։ Հիմա ընդամենը մեկ հարց կա, եթե մենք ծառայել ենք բանակում, դա նշանակում է մենք այդ խելքը չենք ունեցել, մենք այդ Որակ կարողությունները չենք ունեցել, հա, կամ մեր ծնողը մի խոսքով ավելի վատն է եղել, քան իրան, որ ինքը որ կա։ Սա օբյեկտիվորեն էթիկայի կանոնների խախտում է։ Այս նման պարագաներում ցանկացած նման հայտարարություն անողը պետք է ինքնաբացարկ տա, այսինքն դիմում տա ազատվի։ Դե իհարկե դա նորմալ երկրներում, Հայաստանի Հանրապետությունում այս չկա, բայց ասեմ ձեզ, ենթադրում եմ, որ մենք այս հարցի շուրջ աժոտաժը, մասնավորապես այն դաշտում, որ մենք իրենից պահանջում ենք, իդեպ ասեմ, մի հատ նորից մենք իրեն գրել ենք, որ արդյոք բանի այդ դուք զեկույցը ներկայացրել եք ազգային ժողով, թե չէ։ Այդ ձևի հարցել ենք ներկայացրել, որովհետև չի երևում այդ զեկույցը իրականում զեկույցը ժամկետի մեջ է ներկայացված, ժամկետը բաստողված է ներկայացված, ասում է մենք բանարինք ազգային ժողովի նախագահ վերցրեց ուղարկեց ընդեղ։ Հիմա մեզ ուզում ենք խնդիրը հարցկանալ, ինչն է պատճառը, որ ազգային ժողովի նախագահը ձեր զեկույցը ուղարկել է առաջին բաժին։ Երկու խնդիր կա։ Մեկը, որ արդեն հրապարակվել է կամ զեկույցը մի խոսքով քննարկվել է, որը չկա հասկանալի, երկրորդը, եթե ժամկետը բաց եք թողել։ Հիմա ասում եք Անդրանիկ Քոչարյան, մի հատ բացատրի հասկանանք, ասենք մի հատ էլ ուրիշ բան ենք հաղորդում ենք տվել, որպեսզի կարողանանք հասկանալ ինչն է պատճառը, որ այդ զեկույցը ազգային ժողովի նախագահը չի հրապարակել։ Եվ դրա պատասխանը մոտորապես սպասում ենք, որ կարող է լինի։ Հենց որ եղավ, ես ձեզ կտեղեկացնեմ։ Շատ լավ, երեք մի հետաքրքիր բաներ եղավ։ Մի գիշերվա մեջ որոշեցին օրենք փոխել ընտրական օրենսգրքում, հա, Ահա, անձնանունները հանելու։ Հիմա խոսքը նրա մասին չի, մենք դրանով ում ենք պաշտպանում կամ ում ենք ում շահերն ենք պաշտպանում, դա օրենքի խախտում ամեն դեպքում։ Նաև այն իմաստով, որ երբ որ կառավարությունն է, ասեն իշխող ուժը, մեծամասնություն ունեցողը ուժը, գնում է նման քայլերի, այն էլ 5 օր առաջ, հա, առաջադրվելուց, այսինքն ինքը ժամանակ չի թողում այլ ուժի, որի դեմ ուղղված այս քայլերը, վերաֆորմատավորել, ասենք թեկուզ անուն փոխել։ Սա դուք տեսնում եք, ասենք որպես հանցագործ հանցանք ասեմ, չգիտեմ, զանցանք ասեմ, մարդու իրավունքների խախտում անեմ, ասեմ, ձևակերպել եւ այդ կենտրոններին նույնպես ներկայացնել սա որպես հանցագործություն։ ուրեմն մենք
այս քննարկումն ա եղել մեր մոտ ընդհանրապես շատ հարցի պատասխան դեռևս չունենք, որովհետև հույս ունենք, որ հələ երբ որ այդ օրենքը ընդունվեց, արդեն օրենքի շուրջ ավելի առարկայական կլինի խոսակցությունը։ Հիմա փորձենք Ասենք, հասկանալ ընդամենը օրենքը բոլոր կարծում ընթերցման ընթերցման բան ընդունվել, ոչ թե երկրորդ ընթերցման։ լավ, ինձ թվում է արդեն Վստահ ընդունել է։ չեմ, կարողա ճիշտ չեմ ասում, բայց քան գիտեմ մենակ առաջին թերսմամբ։ Հիմա համենայն դեպս, երբ որ հրապարակվեց օրենք, այդ ժամանակ ավելի առարկայական կլինի խոսակցությունը։ Սա անպայման պետք է ներկայացվի։ Տեսականորեն, բանի օրենքը հրապարակ ընդհանրենք 10 օր հետո, եթե այդ օրենքը բանը մտնում է օրինական ուժի մեջ, այսինքն ըստ էության գործում է, բայց որպես կանոն գործողությունների ժամկետը օրենքով նշվում է, որ սա գործող այս մի ընտրությունների համար չպետք է դա կիրառվի։ Սա տրամաբանական է։ Նայեք, քրեական օրենսգիր կամ ընդհանրապես ցանկացած որ այսպես ավելի մեծ գլոբալ հարցերի քննարկման վերաբերյալ օրենք է, ինքը անպայման ժամանակ է տալի այդ ամբողջը նախ ընկալելու, ուսումնասիրելու, հետագայում այդ ամբողջ հարաբերությունները այդ օրենքի դաշտ բերելու։ Մի պրիմիտիվ օրինակ բերեմ, ուրեմն կառավարության որոշում կար, որ այս բենզինի լիցքավորման կետերում պետք է դույլեր լինեն։ Ու այդ որպեսի կարողանա մարդիկ, եթե որ կա կասկածում է ընդհանրենք այդ իր բանը, այդ իր լցրած բենզինը այդքան 5 լիտր կա թե չկա, պետք է չափով դույլեր լինեն, որ այդ բանը կա։ Ու հետաքրքիր է, նո ինչքան հիշում եմ թիվը կարող է շփոթում եմ, նոյեմբերի 11-ից մտնում էր ուժի մեջ, նոյեմբերի 12-ին եկել են ստուգելու դույլը կա թե չկա։ Հասկանում եք, էդի երբ որ եւ գիտեք ինչ, դատարանը ասել է, չէ, արդեն օրենքը կառավարության որոշումը օրինական ուժի մեջ է մտել, պետք է ասում եմ պրիմիտիվ բան եմ ասում, իսկ այդ դույլը խանութում կա, որ գնան առնեն։ Ընդ որում դույլերը հետաքրքիր է, եկել է 4 ամիս հետո։ Բայց կառավարության որոշումը մտել է ուժի մեջ, եկել են հաջորդ օրը ստուգել են, ասել են դույլ չունես։ Ինքը абսուրդի դաշտից է, բայց այսօր նույն այս օրինակը բերում եմ նաև ընտրական օրենսդրության հետ կապված։ Ընտրական օրենսդրություն ընդհանրապես։ Այդ այն օրենսդրությունն է, որը քաղաքական, իրավական կյանքի հիմքն է։ Եթե ընտրական, այսինքն դու պետք է ամբողջությամբ կարողանաս այդ ամբողջը մարսել, որպեսզի ճիշտ ընտրություն կատարես։ Ինքը իշխանությունը չի թողնում, որ դու մարսես։ Ինքը ասում է սա է ու անկախ հայ եթե խախտես քեզ այս պատասխանատվությունը։ Իր պատասխանատվությունը մեջից հանում է, ինչի ես բերե այդ ընտրության հետ նախորյակին ես այդ ամբողջ գործողություններն անում։ 5 տարի առաջ անեիր։ Այսինքն խնդիր կա, չէ՞։ Ինքը այս հիմա մենք եվրոպացիներ եթե որ եկանք, սա է, այս հարցը պետք է իրանց մոտ սա ենք բացատրում։ Մի Սվիտալսկի կար, եթե հիշում եք այն ժամանակ։ Այս ժամանակ մենք իրան այդ հարցերը բան ենք անում, իհարկե ասում էր մենք գումար ենք տրամադրել, ձեր մոտ դեմոկրատիա եւ այլ, ասում էի դուք գումարը մեզ չեք տրամադրել, դուք գումարը Սերժին եք տրամադրել, որպեսզի դեմոկրատիան խեղդի չդրամադրեիք ավելի դեմոկրատական երկիր կներ։ Հիմա այդ նույն եվրոպացիներն պետք է կարողանանք հասկացնել, որ եթե այսինքն մի հատ պետք է այդ օրինակներ բերենք Դանիայում կամ չգիտեմ Նորվեգիայում այդ ձևի ընտրությունների նախորյակին օրենք են փոխում, մի հատ դա էլ կարողանանք հասկանալ։ Այդ ինձ թվում է այնտեղի ընտրողները միանգամից կլինեն այդ ընտրությունների այդ օրենքը փոխել, գլուխը կջարդել։ Որովհետև հնարավոր չի դեմոկրատական երկրում առանց այդ հասարակության, այդ ընտրողների կարծիքը հաշվի առնելու, միանգամից դու այդ ընտրական համակարգ ես փոխում դու։ Իսկ այս առումով թող այդ համակարգը փոխելու համար ես պետք է կարողանամ մարսել։ Եվ վերջին հաշվով գիտեք ինչ, պրակտիկայում լինում է այսպեսի բան, օրենքը ընդունում են, օրենք չկիրառված օրենքը փոխում են։ Դա էլ է հնարավոր։ Այնպես որ ընտրություն օրենքի փոփոխություն դեռևս չի նշանակում, որ այդ օրենքը կյանքի է կոչվելու։ Շատ լավ, իսկ ներկայացնելու պարագայում այն ինչ որ մենք պատրաստվում ենք ներկայացնել, այսպես կոչված դրսի դիտորդներին, Արցախի անունը հանելը շրջանառությունից, այսինքն մարդու փաստորեն արժեքային համակարգի դեմ ոտնձգություն անել, այսինքն ինչ Արցախի արժեքային համակարգն է։ Իմ հայրենիքն է ամեն դեպքում, չէ՞։ Արարատ Արցախ, Արարատ սիմվոլներ, դրանց դեմ այս արշավը ինչ որ ձևով
փաթեթավորած հնարավոր է ներկայացնել, որ այսպես արշավ է գնում։ Այս մարդու իրավունքներին, հիշողության, պատմության, արժեքների, կրոնի եւ այլն, չեմ ասում, մենք կրոնին չանդրադարձանք, հա։ Այս ինքը փաթեթով է, ասենք ինքը հակամարտ է, ոչ թե որ ինքը վատն է, ինքը հակամարտ է, որովհետեւ ինքը հակամարտ է։ Ինքնիա տեսակով է հակամարտ, էլի։ Հնարավոր է ասես մի հատ փաթեթ կազմվի։ Նա մի ժամանակ առաջ դուք ներկայացրեցիք եվրոպական դատարանի դատավորներից մեկի դիրքորոշումը նաև Այո, կապը։ Ըհը։ Ես չեմ ուզում այսպես անպակոր բաներ ասել, բայց ես ենթադրում եմ, որ ինքը կարդացել է իմ մարդու իրավունքների դատարան ներկայացրած դիմումը, որովհետև ինքը ներկայացնում էր այն բառապաշարը, որը որ ես էի գրել։ Թող ներվի, եթե իրականում այդպես չի։ Ուրեմն, երբ որ եվրոպական դատարան գնում ենք, այո, շատ ժամանակ հասկանում ենք, որ սա, այսպես ասած, դա եվրոպական կոնվենցիայի խախտում չի, 6-րդ հոդվածի խախտում չի։ Ну, տեսականորեն հասկանում եք, ինչպես մեզ պատասխանել են, որ այստեղ խախտում չկա, դա ձեր դիրքորոշումներն են ընդհանրապես, բայց ես միշտ այն սկզբունքին եմ եղել, որ հնարավոր է նույնիսկ մերժելու ճանապարհով ընդեղի մարդկանց, մասնագետներին, դատավորներին, խորհրդատուներին եւ այլն ներքաշել մի դաշտի մեջ, որտեղ որ ցանկացած դեպքում, երբ որ կարդում են Արցախ, կարդում են ենթադրենք Կարսի պայմանագիր, կարդում են Կավբյուրոյի որոշում եւ այդ ամբողջ վերլուծությունները համադրում են միջազգային իրավական փաստաթղթերի հետ, հասկանում են, որ այստեղ միջազգային իրավունքից հոտել չի գալի։ Սա է ամբողջ խնդիրը, այո, մենք ներկայացնում ենք համենայն դեպս մեր հնարավորությունների սահմաններում եվրոպական ացիաներ, եւ եթե խոսում ենք եվրոպացիների հետ, այդ մասին էլ ասում ենք, ենթադրում ենք, որ իրենք նաեւ այս առումով տեղեկացված չեն եւ սպասում են մեզանից այդ տեղեկությունը։ Ասեմ ձեզ, որ նաև դրա ճանապարհներից մեկն է, որ հիմա որ մի քիչ առաջ որ ասում էի, մեր բոլոր հայցերը կամ դիմումները ներկայացնում ենք նաև եվրոպական ու դեմոկրատական երկրների դեսպանատուն։ Ուզում ենք դրանով էլ տեղեկացված լինեն իրենք, որ Հայաստանում այն չի, որ ինչ որ դուք տեսնում եք իշխանությունը, Հայաստանում մարդիկ մենակ էդի չեն, մարդիկ կան, որոնք որ այդ ամենին ոչ միայն դեմ են, այլ պայքարում են դրա դեմ։ Շատ լավ, մենք ինչ բաց թողեցինք։ Ընդհանուր առմամբ այսօրվա այդ գործողությունների վերաբերյալ մեկ նախադասություն եմ ուզում ասել, ես շնորհակալ եմ բոլորից, որովհետև ինձ նաև նամակները, դերևս նաև ձեր շնորհքն է, որովհետև համենայն դեպս այս կտրվածքով ես ավելի հայտ եմ դառնում, ինձ նամակատուփով նամակներ են ուղարկում աշխատանքի եւ այլնի առումով, այսպես ասած նաև ոգևորող բաներ։ Ես բոլորից շնորհակալ եմ, ովքեր որ թե հրապարակավ եւ թե անձնական նկատում եմ Հայաստանից դուրս գտնվողների մասին, ովքեր այսպես մեզ ոգևորում են։ Գիտեք, ցանկացած դեպքում եթե մենք Հայաստանում պետություն ստեղծեցինք, պետություն լինելու է ողջ հայության պետությունը։ Ու մենք ստեղծելու ենք այդ պետությունը։ Դրա համար, որ դուք մեզ ոգևորում եք, մենք դրանից ավելի որ դուք մեզ հուսադրում եք, մենք դրանից ավելի շատ ենք ոգևորվում։ Շնորհակալություն ձեր այս բարեմաղթանքների ու բարի խորհուրդների համար։ Ասեմ ձեզ, կան նաև որոշակի դիտողություններ, առաջարկություններ, բացարձակապես որևէ կերպ չեմ այսպես հակադրվում դրան։ Շնորհակալ եմ նաև այդ ամենի համար, եթե գտնում եք, որ ինչ-որ մի բան են չենք անում։ Դա էլ է կարևոր ձեր դիրքորոշումը, ձեր կարծիքը մեր համար։ Շնորհակալություն։ Դե ես էլ հիշեցնեմ, որ մենք կարող ենք հանդիպել Լոս Անջելեսում ապրողների հետ, Գլենդելում, Կիրակի օրը, ցերեկը ժամը 3-ին, Փարթամյան մշակութային կենտրոնում, դա 250 North Orange Street, հա, Գլենդել հասցեով, եւ ովքեր ցանկություն ունեն եւ հավանություն են տալիս հաստաբանական խմբի գործունեությանը եւ գտնում են, որ այս աշխատանքները պետք է կատարվի, խնդրեմ
գրեք, փոխանցեք եւ արդեն նախորդ նորի շնորհակալություն են մարդկանց, մենք եմենին, որոնց ես անունները անպայման կարդում եմ, ստանալու դեպքում, որոնք օգնում են փաստաբանական խմբին, այնպես որ ձեզ բարի երթ, ասա։ Ձեզ նույնպես բարի երթ, որովհետև այդ աշխատանքը, որ հիմա որ դուք սկսելու եք Ամերիկայում անել, ես ենթադրում եմ, եթե այսօր Գլենդել, Լոս Անջելես, վաղ միսօր կարող է լինի Բոստոն, մյուս օր, չգիտեմ, Ֆլորիդա եւ այլն։ Ուրեմն այդ ամբողջը ենթադրում եմ այդ ամբողջը իհարկե ի վերջո ավարտվելու է Վաշինգտոնում, համենայն դեպս ես այդպես եմ մտածում։ Այն աշխատանքը, որ հիմա մեր համերկրացիները որ դիտում են, տեսնում են ձեր կողմից կատարած աշխատանքը, ինձ թվում է, որ պետք է իրականում ռեալ դաշտում իրան գնահատեն այդ ամենը։ Թող ներվի ասել, բայց օբյեկտիվ իրականության մեջ միայն Վարդան Հակոբյանի ալիքն է, որ տալիս է ընդհանուր պատկերացում թե մեր երկրում եւ թե մեր երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հարցը ինչի, որ ես այսօր հիմա այս ալիքով եմ ելույթ ունենում, հարցն է նա, որ այս ալիքի տված ինֆորմացիան հիմնականում օբյեկտիվ է եւ եթե նույնիսկ Վարդան Հակոբյանը իր անձնական կարծիքն էլ ասում, եթե իր անձնական կարծիքը էլի բխում է օբյեկտիվ իրականությունից եւ դա իրականում եթե այսօր ամերիկացիներ ունեն շատ մեծ հնարավորություն ձեզ լսելու, ձեզ հետ շփվելու եւ այդ ամենով ես ենթադրում եմ, որ վաղ այսօր ավելի մեծ այդ լսարանի պայմաններում մենք ավելի շատ մասնագետներ ու կարեկիցներ ենք ունենալու, որովհետև վերջին հաշվով Հայաստանի պետությունը վաղը ձևավորելու դեպքում միայն Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիներով չի լինելու եւ անպայման օրենքն ու սահմանադրությունը փոխվելու են, որ դրսում ապրող քաղաքացիները նույնպես ներքաշվեն Հայաստանի պետական կառավարման եւ իրենց գործունեության բերեն նպաստը Հայաստանի պետության բարգավաճման առումով։ Այնպես որ ձեր գործողությունը իրականում այդ համախմբման, ավելի ճիշտ մարդկանց կարծիքները լսելու եւ մարդկանց կարծիք ասելու համար շատ կարեւոր բան է։ Շնորհակալություն ձեզ։ Այո, ես էլ եմ կարծիքի, որ Հայաստանը դա շատ ավելի մեծ է, քան այսօրվա Հայաստանի Հանրապետության ներկայացվող սահմանները։ Հայաստանը շատ ավելի մեծ է, անգամվեր ավելի մեծ է։ Շնորհակալություն ձեզ, ձեր ժամանակի համար։ Ես էլ նորից խնդրում եմ, ովքեր իրավաբանական կրթություն ունեն եւ միաժամանակ տիրապետում են լեզուներին, խնդրեմ, պատրաստեք օգտակար լինել գործին, գրեք ինձ։ Մեկ բան էլ հիմա նայեք, քանի որ Միրզախանյանը, Գեորգի Միրզախանյան Անտոնովը արդեն հասել է ՄԱԿ-ի դատարանն է, նո ավելի շատ կոմիտե, որը որ ասես մեր պատկերացմամբ նաև դատարանը, որովհետև այնտեղ իրավաբանական կարծիք պետք է հայտնեն։ Այս առումով, եթե միջազգային իրավունքի մասնագետներ կգտնեն, որոնք որ կարող են նաև մեզ խորհուրդ տալ, շատ ավելի ուրախ կլինենք, որովհետև ինքը, եթե գիտեք, ասինքն Ռուսաստանի օրենսդրական ճանապարհով է հասել այնտեղ, իսկ մենք հիմա կոնկրետ արդեն մտածում ենք, որ Հայաստանի օրենքներով նույնպես գնանք հասնենք այնտեղ, մենք նաև այս գործողություններն ենք անում, թեպետ իհարկե, այսպես ասած, մեր բուն իրավաբանական բանի մեջ տիրույթում չի, բայց համենայն դեպս այդ հարցը նույնպես քննարկման առարկա է մեր մոտ, որ Հայաստանում էլ ինչի Ռուսաստանի ճանապարհով, մի տեսակ, ասեմ, նախանձի նման մի բան կա, էլի, ինչի Ռուսաստանի ճանապարհով կարելի է գնալ հասնել, իսկ Հայաստանում Հայաստանի ճանապարհով եւ նաեւ այս դաշտում, եթե մեզ օգնողներ կլինեն, մենք նաեւ շատ ուրախ կլինենք այս հարցում լսելու նաեւ մասնագետների կարծիքը։ Շնորհակալություն։ Հերավ, ձեզ էլ շնորհակալություն, շնորհակալություն ձեզ դիտողներին, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կօգնեն, օգնել են եւ պատրաստ են օգնելու։ Մինչեւ Կիրակի Գլենդելում հանդիպում։ Լոս Անջելեսի ժողովրդի մասնա։ Լոս Անջելեսից հետևողների մասին է խոսքը։ Լավ մնացեք։ Հաջողություն։ Աստված հետներիդ, ստեսություն։